Այսօրվա մեր նախագծային աշխատանքը հասարակագիտությունից է, թեման մի փոքր փոփոխում ենք, որովհետև անընդհատ կրկնվում էր, եթե ովքեր ներկային գիտեք ինչքան է խոսվել համամարտկային խնդիրների մասին։ Հիմա մենք մի փոքր թեմա շեղել ենք, նաև փորձել ենք պատմական դարձնել։ Պատկերացնենք մի պահ, որ ձեր տունը ավերված է, փողոցները կապակված են, և ձեր սիրելիները ստիպված են հեռանալ, կելու իրենց կյանքը։ Դուք չգիտեք, վաղը ինչ կլինի, որտեղ կհագնանաք, որտեղ կգտնեք սնունդ։ Այս զգացողությունը շատերին է ծանոթ եղել մեր ժողովրդի պատմության ընթացքում։ Հայ ժողովուրդը դարի շարունակ կանգնել է իր պատմական փորձությունների առաջ, փրկելով իր հայրենիքը, մշակույթը, լեզուն, հավատացները ոչ միայն խլել են մեզնից կյանքեր, այլ նաև վնասել են քաղաքները, գյուղերը, հիվանդանոցները, դպրոցները և այլ մշակութային հուշարձաններ։ Բայց ամենածանր պահերին էլ հայերը չեն կորցրել իրենց հույսը։ Նրանք հավատացել են, որ վաղը կարող է լինել խաղաղ ու պայծառ, որ մանուկները կարող են խաղալ առանց վախի, որ վաղը հայրենիքը կրկին ու կրկին կշենանա։ Այսօր մենք ձեզ ուզում ենք ներկայացնել Հայաստանի պատերազմների պատմությունը, հասկանալ դրա հետևանքները և խոսել այն մասին, թե ինչպես է հնարավոր պահպանել և ամրապնդել խաղաղությունը։ Հայկական թագավորությունը միջնադարում պաշտպանել է իր սահմանները կառուցելով բերդեր, դղյակներ և ռազմավարական կետեր։ Այստեղ մարդիկ և զինվորները միասին պաշտպանել են գյուղերը և քաղաքները, կյանքեր կորցրին, հազարավորներ փախուստի դիմեցին, բայց մարդկանց հանրաշահությունը և կրթությունը մշակույթը պահպանեցին, հնարավոր չպատկերացնել, թե ինչ դժվար է շարունակել սովորել աշխատել և կյանք կառուցել և շրջապատը ավերված են, բայց հայերը ապացուցեցին, որ ուժը և համախմբվածությունը կարող է ամեն ինչ հաղթահարել։ Այս հակամարտությունը ծանր փորձություններ էր բերում, հազարավոր հայեր զոհվեցին, հազարավոր հայեր դառան փախստականներով, իսկ մենք ազգովի, դուք հարբած ձևով, իսկ մենք աղոթքով, ու դուք կարծում եք, կարող եք հաղթել ազգին աղոթով։ Ու պետք է խաղրին հայրը ձեր լուսնի, այրող շողերից հայի արագին, մեր հողը ձեզ համար գերեզման դառնա, հայ թշնամին պետք է վերանա։ Հեչ ենք խնա, եթե ձեր թեմանոք, այլին ենք մեզ համար անհավատ շնթուր, ու վերջին մարդիսաններ սուրբ ազգի, երկրի երեսիտ պետք է ձեր ճնճում։ Ֆիզիկական վնասի մասին, այլ նաև խախտում են կյանքի բնականon ընթացքը։ Շատ երեխաներ մեծանում են վախի և անորոշության մեջ, իսկ շատ ընտանիքներ կորցնում են իրենց բնակության վայրը, աշխատանքը և ցությունը։ 1994 թվականին Արցախի հրադադարի պայմանագիրը ստորագրվեց, որը դադարեցրեց պատերազմական գործողությունները և թույլ տվեց խաղաղությունը շատ շրջաններում վերահսկողության գործողությունը կարող է նպաստել անվտանգ և խաղաղ ապագայի կառուցմանը, որովհետև մարդիկ տարբեր են, կարծիքները տարբեր են, բայց երբ որ կոնֆլիկտը կառուցողական չի, գնում է ապակառուցողականի, բնականաբար լինում են հակամարտություններ, ինչպես երկու անձի կամ մարդկանց խմբերի, այնպես էլ պետությունների մեջ, չէ՞։ Բայց միևնույն է, եթե կա կոնֆլիկտ, անպայման կա նաև ընդհանրացի, բայց դա մեր պատմության մի մասն է և անջնջելի մի մասն է։ Ադրբեջանցիների կողմից իհարկե հարցը համարվում է լուծված։ Միգուցե մեր հասարակության մեջ կան այո որոշակի տարեր մարդկանց խմբեր, որոնց համար հարցը լուծված է։ Դա ֆիլմից հատված է, չէ՞։ Այնտեղ մարդկանց սրտում կուտակված ցավը, կարոտը կամ հիշողությունները։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ ամենադժվար ժամանակներից հետո մարդիկ կարողանում են իրենց մեջ ուժ գտնել վերականգնվելու ապագային մեծի մշակութային և կրոնական վայրերը և խաղաղությունը միայն զենքերի բացակայությունը չէ։